Մարտի 35 Գյումրիում նշանակված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ամենայն հավանականությամբ Գյումրին չի ունենա ՔՊԱ-ական քաղաքապետ։ Բանն այն է, որ տարբեր կենտրոններից պատվիրված սոցհարցումները ցույց են տալիս, որ կուսակցություններից ոչ մեկը չունի 50+1% ձայն, ինչը նշանակում է, որ ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել այլ ուժի հետ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, իսկ դրանք հիմնված են սոցհարցումների վրա, առաջին տեղում է իշխող կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը 30-35% մոտ ձայներով։ Երկրորդ տեղում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, շուրջ 25-30% ձայներով։ Ըստ այդմ, ևս երկու ընդդիմադիր ուժ կհաղթահարի սահմանված շեմը։ Բայց Վարդան Ղուկասյանի ու նրան հաջորդող ուժերի տոկոսային տարբերությունը շատ մեծ է։ Նշանակում է, որ ապագա քաղաքապետ կդառնա նա, ում կմիանան այս երկու ուժերը կամ նրանցից մեկը։ Ու քանի որ ըստ այդ հարցումների շեմը հնարավոր հաղթահարող ուժերը բացառապես ընդդիմադիր դաշտից են, անհնար է, որ միավորվեն ՔՊ-ի հետ։ Այն էլ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ։ Դա ցանկացած ընդդիմադիրի համար կնշանակի քաղաքական ինքնասպանություն մեծ ընտրություններից առաջ։ Ինչ է ստացվում։ Ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայն ստացող Վարդան Ղուկասյանի շուրջ կձևավորվի հնարավոր կոալիցիան, եւ վերջինս երկար դադարից հետո նորից կնստի քաղաքապետի աթոռին, կամ գուցե պայմանավորվեն ռոտացիայի մասին։